24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է, բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Շնորհակալություն։ Խոսենք ընտրություններից, ստացաք 21181 ձայն։ Դուք բավարար եք համարում այս ձայները, շատ է թե քիչ է։ Որպես նորուժ կարող ենք ասել, որ քիչ ձայներ չեք ստացել։ Տեսեք, մենք խնդիր ունենք լուծելու, մենք չենք ուզում ինչ-որ ձայների ամորֆ քանակ ստանանք, ասենք, վայ, մենք այսքան ձայն ունեցանք։ Մենք խնդիր ունենք լուծելու եւ մեր մոտ չի ստացվել լուծել այդ խնդիրը։ Տարբեր պատճառներով ու տարբեր պարամետրերով չի ստացվել, բայց չի ստացվել։ Մյուս կողմից այո 21181 քվեն դա բավականին շատ է, դա օրինակ նշանակում է, որ հաշվառներով ամիսներ առաջ է ձևավորվել։ Այո, դա մոտավորապես նշանակում է, որ Երևան քաղաքում օրինակ ամեն 100 մարդուց մեկը մեզ է ընտրել։ Ամեն 100 մարդուց երկուսը։ Երևանում տոկոսային արտահայտությամբ ավելի բարձր է եղել, հա, այդ ձայների կեսը Երևան քաղաքում ենք ստացել։ Իսկ մարզերում դուք արել եք քարոզարշավներ։ Այո, արել ենք տարբեր մարզերում, կախված նրանից թե ուրբանիզացման մակարդակը ինչքան է եղել, քաղաքաբնակների տոկոսն ինչքան է եղել, տատանվում է այդ մարզերում մեր ստացած քվեները, բայց ինչևէ, մենք շատ շնորհակալ ենք այս մարդկանց, որ անկախ են սպառնալիքներից, շանտաժից, որ եղել է եւ քաղաքական շանտաժից եւ անհատական շանտաժից, այս մարդիկ այնուամենայնիվ որոշել են գալ ու վճռականորեն բոլորին դեմ քվեարկել։ Ընդ որում մենք չենք կարծում, թե սրանք մեր սիրուն աչքերի համար ստացված ձայներ են, դրանք բողոքի ձայներ են, դրանք փոփոխությունների պահանջի ձայներ են, եւ դա ամենակարևոր արձանագրումն է այս ընտրություններից առհասարակ եւ մեր քվեների մասով եւ ընդհանուր ընտրական արդյունքների մասով, որ քաղաքացիները ունեն փոփոխության պահանջ։ Առաջիկա քաղաքական շրջափուլը կարևոր է լինելու հենց դրանով, ինչպես եւ ինչ բովանդակությամբ պիտի ձևակերպվի փոփոխությունների բնույթը եւ ինչպես են այդ փոփոխությունները գետնի վրա տեղի ունենալու։ Այս այն անելիքն է, որ ես տեսնում եմ, որ այդ թվում մենք պիտի անենք։ Այսինքն դուք շարունակելու եք գործունեությունը։ Տեսեք, սովորաբար նոր բացված ուժերը ընտրությունների մասնակցում են, հետո արդեն հիասթափվում, հուսահատվում եւ այլևս չենք տեսնում քաղաքական դաշտում։ Հիասթափություն չկա, մենք բավականին վճռական ենք տրամադրված որպես անհատներ, որպես քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ փոփոխություններ բերելու հարցում։ Հետևաբար մարդիկ, ում որ դուք տեսել եք, այս կամ այն կերպ կշարունակեն մնալ քաղաքական process-ներում եւ կազմակերպչական ֆունկցիաներ իրենց վրա վերցնել։ Բայց բոլորին դեմ եմ կուսակցությունը, ինքը ի սկզբանե ստեղծման պահին հայտարարված էր, որ դա ինքնալուծարվող կուսակցություն է։ Այսինքն մենք դա մաքսիմալ նման ենք սարքում բոլորին դեմ քվեաթերթիկին եւ չենք պատրաստվում այդ բրենդի ներքո արդեն ազգափրկման հարցերով զբաղվել, ինչ որ թիմ ընտրությունների մասնակցել եւ այլն եւ այլն։ Ինքը կոնկրետ նպատակ ու խնդիր դրած քաղաքական շարժում կազմակերպություններ, որը գրանցել է այն արդյունքները, որը ձեզ հայտնի է, եւ մենք առաջիկայում հանդիսավոր կերպով կիրականացնենք այդ կուսակցության ինքնալուծարման process-ը եւ կարծում եմ հենց այդ միջոցառման ժամանակ էլ առիթ կունենանք հայտնելու մեկ կամ մի քանի նախաձեռնությունների մասին կախված շարժման անդամները ինչ կարգի կոնսենսուս կունենան հետագայում միասին շարունակելու հետ կապված, կունենանք հնարավորություն հայտնելու դրա մասին, թե ինչով ենք պատրաստվում զբաղվել։ Մի բան հստակ է, որ մենք ճամպրուկներ չենք պատրաստել, մենք ոչ մի տեղից երկրից չենք գնալու եւ մենք խնդիր ենք դրել այն էներգիան, որ մենք զգացինք հասարակությունից, այն արձագանքը, որ մենք զգացինք հասարակությունից, դա վերածելու ձևակերպված քաղաքական պահանջի, բողոքի եւ փոփոխության։ Այս ամեր անելիքը առաջիկա ժամանակում։ Բայց ամեն դեպքում մինչև ընտրություններին ձեր մասնակցելը փոքր միավորներին կամ նոր ստեղծված ընդդիմադիր միավորներին մեղադրվում էին այն բանով, որ կամ անհանգստություն կար, որ փոշիացման գործընթաց է լինելու եւ դա ի նպաստ Փաշինյանի է լինելու։ Հիմա դուրս չեկա, որ իսկապես դա տեղի ունեցավ։ Այնինչ որ 21-ին նույնը հիմա եւ ձեր ձայներն էլ քիչ չէին, փաստորեն մեծ մասը գնում է Փաշինյանին։ Իսկ Փաշինյանի համար շատ կարեւոր էր այդ ձայները փոշիացված, որովհետեւ ինքը 49% հազիվ հավաքեց եւ նրա
նրան պետք է 50-ը անցնել, որպեսզի կարողանար սահմանադրական մեծամասնություն Դա կազմել։ այդպես չի, 48%-ն անցնելու դեպքում դու արդեն կարողանում ես մեծամասնություն կազմել, քեզ տրվում են բոնուսային մանդատներ կայուն մեծամասնության այն հարատավոր նորմի բերումով, որի մասին մենք խոսում ենք եւ որը պարտավորվում ենք վերացնել։ Հետաբար դա փաստի մակարդակում արդեն այտենց չի։ Ինչ վերաբերում է փոքր ուժերի ձայներին։ Սոցիոլոգիական բոլոր տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գոյություն ունեն 100,000-ից ավել քաղաքացիներ, ովքեր այսպես թե այնպես քվեարկելու են փոքր քաղաքական ուժերի։ Ես խնդրել եւ ստացել եմ բացվածքը մեր եւ մնացած փոքր ուժի ձայների սոցիոլոգիական տվյալների բացվածքը եւ պարզվել է, որ եթե մի փոքր ուժը գոյություն չունենար, նրա ընտրողները ընտրելու էին մյուս փոքր ուժին։ Եվ այդ էլեկտորատի մեջ 10%-ը ընտրելու էր Նիկոլ Փաշինյանին, փոքր ուժերի էլեկտորատի 10%-ը ընտրելու էր Նիկոլ Փաշինյանին, 10-ից շատ ավելի փոքր տոկոսն է, որ ընտրելու էր խոշոր անցողիկ շեմահատող ընդդիմությանը։ Դե փոքր ուժերով միավորվեիք այդ դեպքում, որպես խոշոր միավոր հանդես գայիք։ Հերթով գան։ Էս այդ մասով։ Հետևաբար ասել, որ փոքր քաղաքական ուժերը անցողիկ ընդդիմության պլանները խառնել են, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև փոքր ուժերը նախ կանխարգելել են, որ Նիկոլը մաքուր էլեկտորալ 50+1 ստանա, որովհետև ասում եմ փոքր ուժերի էլեկտորատի 10%-ը այլ դեպքում Նիկոլ էր ընտրելու։ Մյուս կողմից, բայց ընդդիմությունը մինչև ընտրությունները ասում էր, որ մենք Նիկոլ Փաշինյանից շատ ձեն ունենք, էսա այնա։ Եթե տենց է, ձայների փոշիացում պետք է որ իրանք ձեռ տար։ Հարցը ցակում, ով իր տնային աշխատանքը չի արել։ Մենք Նիկոլ Փաշինյանի ձայներից, մենք ու այլ փոքր ուժերը 10% վերցրել ենք։ Քաղաքացիներին հրավիրել ենք ընտրատեղամաս, մասնակցության տոկոսը բարձրացրել ենք։ Ընդդիմությունը չի ստացել Նիկոլ Փաշինյանից շատ ձայն եւ հետեւաբար չի կարողացել օգտվի այդ բլիթներից։ Բայց այս ամեն ինչը մի կողմ եմ դնում։ Բայց Փաշինյանը շահել է փաստորեն։ Նա ուզում էր 50%-ից ավելի ձայն, ստանալ 65%։ Շահում է նա, ստանա ավելի շատ ձայն։ Բայց այս ամեն ինչն էլ մի պահ մի կողմ եմ էլի դնում։ Պետք է դադարել քաղաքացիներին որպես սեփական քաղաքական պլանների մսացու վերաբերվել։ Չեն ուզում այդ մարդիկ 100,000 մարդ դեբիլ չեն, որ չեն եկել ընտրատեղամաս ձեզ ընտրելու։ Ուրեմն չեն ուզում ընկերներ։ Ասել որ այ դուք պետքա գաք քվեարկեք մեզ, որ մենք մեր պլանները չեն ուզում, կարանայիք, համոզեիք, չեք կարացել համոզեք։ Մենք համոզել ենք, այդ մարդիկ եկել են ընտրատեղամաս, մասնակցությունը բարձրացել է, Նիկոլ Փաշինյանի տոկոսը նվազել է։ Այնքան բաշարքով լնեիք, կարանայիք նենց անեիք, Նիկոլ Փաշինյանը ձեզնից քիչ ստանար, դուք փոշիացումից ավելի շատ օգտվեիք։ Ինչ եք ուզում այդ մարդկանցից, ինչ եք ուզում այն 100,000-ավոր քաղաքացիներից, ովքեր չեն ուզում ընտրեն ձեզ կամ Նիկոլ Փաշինյանին, որն է հարցը այդտեղ։ Հիմա Փաշինյանի ձայների Թե նենց են նայում, որ այդ մարդիկ ռասխոդնի մատերիալ են իրենց քաղաքական պլանների համար, չեք կարացել համոզեք։ Ինչ վերաբերում է փոքր ուժերի միավորմանը, ես հո գիտեմ մենք ինչքան ջանք ենք գործադրել դրա վրա։ Այն քաղաքական ուժերը, որոնց հետ միավորվելու առաջարկներ են մեզ հնչում, ես հո գիտեմ քանի հանդիպում ենք ունեցել իրանց հետ։ Բայց ես նաև գիտեմ, որ ասենք այդ հանդիպումներին փոխանակ խնդիրների խորքային առարկայական հարցերի մասին խոսանք, թե ոնց ենք խաղի կանոնները փոխելու, ոնց ենք նենց անելու, որ ժողովրդի վախերը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից կամ նախկինների վերադարձից բալանսավորենք, ոնց ենք մեզ պահելու ընտրվելու դեպքում, այս ամեն ինչի փոխարեն ասենք ինչ որ վուլգար փոխնախարարի պաշտոն էին մեզ առաջարկում մարդիկ, ովքեր ի վերջո պարզվեց իրանք փոխնախարարի պաշտոն չեն կարող ստանալ։ Որ ուժերի հետ եք քննարկումներ ունեցել։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումներ ունեցել ենք քաղաքական համակարգը ապամոնտաժելու եւ նորը կառուցելու օրակարգի շրջանակներում։ Մեկը ասել է ես այս ընտրությունները դիտարկում եմ որպես կայացման ճանապարհ, իմ համար օքեյ է ցանկացած արդյունք։ Մեկը եկել ասել է այդ սաղ ոչ մի բան է, եկեք ձեզ պաշտպանության փոխնախարարի պաշտոն կտանք։ Մեկը ասել է այդ ամեն ինչ լավ եք ասում, բայց եկեք անպայման իմ հովանու ներքո գնանք, դատարկ խոսակցությունների թատերաբեմ ա եղել։ Եղավ այն ինչ եղավ։ Մյուս բանը, որ ես ուզում եմ ասեմ, հատկապես
տեսնենք համանդրական դատարանում Դուք համանդրական դատարան դիմելու եք թե ոչ։ Չէ, Հստակ որոշում ունեք, որ չեք դիմելու։ Առնվազն քանի որ առս պահը չեն կարել են աշխատանքը որ պետք է համանդրական դատարան դիմելու համար, ես կարծում եմ հիմա արդեն հակառակ որոշում նույնիսկ կայացնել հնարավոր չի, բայց հեսա կխոսանք դրա մասին։ Ձեզ համար ընտրությունները թափանցիկ արդար անցել են, խախտումներ չեն արձանագրվել։ Բայց այս ընտրությունների արդյունքների մասին կխոսենք, էլի ես կտորի մասին մի շատ կարևոր բան ասեմ։ Ի վերջո, հեսա կպարզվի ԲՀԿ-ն անցնումա թե չէ եւ հետեւաբար ԿՊ-ն 3-5-րդ ունենումա թե չէ։ Շատ հրաշալի պահ է այդ բոլոր քաղաքական ուժերի համար, ովքեր խոսում են ձայների փոշիացումից, կատարեն բոլորին դեմ մի օրակարգի կետերը, իջեցնեն անցողիկ շեմը, որ հաջորդ անգամ փոքր ուժերի քվեարկող մարդիկ, որոնք այսպես թե այնպես կան, նրանց ձայները չփոշիանա։ Ես ուշադիր նայելու եմ, սպասեմ, իրանք ոնց հասկանում եմ արդեն վերջնական որոշում ունեն, որ մանդատները վերցրել են, խոսենք ես դրա մասին։ Ես ուշադիր նայելու եմ, տենամ իրանք այտենց նախաձեռնություններով հանդես գալիս են, չեն գալիս, ոնց են իրանք պահում, ինչ Խորհրդանում, այսինքն որպես նախաձեռնություն հանդես կան այդպեսի։ Իրանք են ասում, իրանք են ասում, մենք շատ կուզենայինք, որ բան փոքր ուժերն անցնեին, բայց ափսոս ձայները փոշիացավ։ Ես շատ կուզեի, օրենքները փոխեք, թող փոքր ուժերն անցնեն։ Եթե ԲՀԿ-ն անցնի անցողիկ շեմը, դա ընտրական օրենսգրքի փոփոխությունների բլոկեր է դառնում։ Այսինքն առանց ընդդիմության իշխանությունը ոչինչ չի կարողանալու փոխի ընտրական օրենսգրքում։ Հիմա կարծում եք կանցնեն իրենք։ Սպասենք, տեսնենք։ Ես մեծ հույսեր չունեմ համանդրական դատարանից։ Թող Հարաճ մղեն այդ փոփոխությունները, հակառակ դեպքում մյուս ընտրությունների ժամանակ այդ խոսակցությունները, որ բան ձայներ են փոշիացնում։ Դե եթե անցնեն այդ ժամանակ դուք կարող եք ասել, հիմա դեռ հարց չէ թե ինչ կլինի։ Խոսենք դրա մասին։ Իրանք լիքը ուրիշ որոշումների վրա էլ վետոյի իրավունք են հիմա արդեն ստացել անկախ նրանից ԲՀԿ-ն կանցնի թե չի անցնի, եւ հետեւաբար ես կարծում եմ, որ իրանք մտքին տեղելի որ ուզենան այդ փոփոխությունները առաջ կմղեն։ Հիմա սպասենք տենանք իրանք ճիշտ էին ասում, թե չէ որ իրանք շատ կուզենային, բայց ափսոս չի ստացվում։ Ընտրությունները ինչպես են անցել, որ չեք բողոքարկում դուք։ Մենք իգիտություն ենք ընդունում մեր ստացած ձայների քանակը։ Մենք գիտենք, որ քաղաքացիների չափով, որ չափով մեզ քվեարկել են, այդքանը արտացոլվել է մեր մասով։ Միևնույն ժամանակ ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած չարաշահման, ճնշումների, ատելության ու հասարակության բևեռացման քարոզչության պայմաններում, ձերբակալություններով, այդ թվում եղել են առանձին ընտրակաշառքի դեպքեր, այս պայմաններում, երբ որ ընտրությունները անց են կացվել, ընտրական, քրեական ու վարչական օրենսգրքերի կոպիտ խախտումներով, մենք այդ ընտրությունները ոչ ազատ, ոչ արդար, ոչ էլ մրցակցային չենք համարում եւ չենք կարծում, որ այս ընտրությունների արդյունքները կարող են արտացոլել հայ ժողովրդի քաղաքական կամքը։ Այս է մեր գնահատականը այդ ընտրություններին։ Ընդ որում մենք սա հայտարարել ենք դեռ հունիսի 8-ին, երբ որ մնացած քաղաքական ուժերը դեռ գնահատում էին իրավիճակը հասկանալու ինչ ձևակերպումներով է պետք բան տալ, այսինքն ես չի այտենց բոլորն ասում են մենք էլ ենք ասում վիճակով, սա մեր հստակ որոշակի գնահատականն է եղել։ Սրան ավելացավ որպես էս ներկայացման վերջին գլխավոր արարք ուղղակի ընտրությունների կոպիտ կեղծումը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված դրվագով, երբ որ 3 ընտրատեղամասերի ձայներ են անվավեր ճանաչվել, որպեսզի ԲՀԿ-ն հայտնվի անցողիկ շեմից ներքևս ուղիղ ընտրությունների արդյունքների կեղծում ա եղել եւ այսինքն վերաքվեարկություն պետք է իրականացվեր։ Օրենքի ուղիղ պահանջն է, որ վերաքվեարկություն իրականացվի, չկա այնտեղ այլ տարբերակ տենց չանելու։ Եվ այս կեղծիքների նպատակը եղել է ազգային ժողովի 3/5-ին վերապահված իշխանության յուրացումը ԿՊ-ի կողմից։ Այս է մեր գնահատականը։ Մենք համանդրական դատարան չենք դիմելու, որովհետև բոլոր հնարավոր փաստարկներով այլ քաղաքական ուժեր արդեն դիմել են համանդրական դատարան։ Այնպես չի, որ մեր փաստաբանական խումբը սենց կարանք նայենք դիմողների փաստաբանական խմբերին, ասենք ադե հեչ իրանք անլուրջ են, մենք հեսա մեր փաստաբաններին կտանենք, այ դա մի բան կփոխի։ Բայց միգուցե ինչքան շատ ուժեր դիմեն, այնքան ավելի հաշվի նստի համանդրական դատարանը այս բողոքների հետ։ Ես չեմ կարծում, թե համանդրական դատարանը ուժերի քանակի հետ է հաշվի նստելու։ Համանդրական դատարանը հաշվի է նստելու երկու բանի հետ, ինչքան ակնհայտ է այն ապօրինությունը, որը
տեղի ունեցել եւ որը ինքը կանի եւ ինչպես է դրան վերաբերում քաղաքական իշխանությունը։ Բայց ամեն դեպքում կաշկանդվածություն, որքան էլ որ ասում ենք չունեն, Փաշինյանին են ենթարկվում եւ այլն, ամեն դեպքում միջազգային գոնե հարթակներում իրենք ունեն այդ կաշկանդվածությունը, որ ճիշտ գործեն, որովհետեւ դիտում են, նայում են ինչ է այստեղ կատարում, այսինքն որոշակի կաշկանդվածություն ամեն դեպքում իրենք ունեն։ Հա, առանց արգելակների մարդիկ առհասարակ չեն լինում։ Ինչ որ արգելակներ ունեն, հարցը դա է ավելի պինդ դուրս գալու, թե Նիկոլ Փաշինյանի դրդումը։ Էսա հարցը պետք է հասկանալ, որն է ավելի ուժեղ եւ Նիկոլ Փաշինյանը ինչ ընկալում ունի կամ արսի ինքը դա թե չի մարսի։ Սա հələ պետք է նայենք էլի։ Դու կարծում ես ընտրությունները չեն նշանակի նորից, բայց ԲՀԿ-ի մասով կարող է ընդառաջ քայլարվի։ Ինձ դա ամենաիրատեսականն է թվում, որ 3 տեղամասերի վերաքվեարկություն տեղի կունենա։ Չնայած ես չգիտեմ ինչա կատարվում Նիկոլ Փաշինյանի գլխում, կարող է օրինակ ինքը մտածում է, որ համընդհանուր վերաքվեարկության պայմաններում ինքը ավելի շատ ձայն կստանա, չեմ կարող ասեմ։ Բայց ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում, որ նորից ընտրություններ լինեն։ Շատ լավ, իգիտություն եմ ընդունում, որ ինքը Սարսուկ իգիտություն կընդունի նաև Սահմանադրական դատարանը։ Կարծում եմ, հա, Սահմանադրական դատարանը կարծում եմ չի կարող դա իգիտություն չընդունի։ Էսա Սահմանադրական դատարանը դրա համար չենք դիմում, որովհետև արդեն իսկ բոլոր փաստարկներով դիմողներ եղել են։ Եթե այդ դատարանը նորմալ դատարան լինի, այդ փաստարկների հետ պետք է հաշվի նստի։ Եթե դատարանը նորմալ դատարան չի, ինչ կապ ունի, քանի հոգի է դիմել։ Այդտեղ մնում է մի հատ հարց, դա փողոցի կտորն է։ Այս պահին մենք չենք տեսնում այդ հասարակական ներվը մեկ, երկրորդ մեր այդպիսի կազմակերպչական ենթակառուցվածքի արկայությունը, որ մենք մարդկանց կանանք փողոց անենք։ Հետևաբար այս պահին նաև դա չենք կարող։ Ընտրողները չեն դուրս գա դուրս։ Իսկ եթե ընդհանուր ճակատը ձևավորվի, ինչը որ Սամվել Կարապետյանն է առաջարկում։ Նախ ոչ մեկի ընտրողները դուրս չեն գալու փողոց։ Որովհետև ընտրողներ ասվածը ինքը ոչնչով չփոխկապակցված մարդկանց բազմություն է, որpիսի այդ բազմությունը դառնա շարժում, դրա մեջ պետք է ենթակառուցվածք, սոցիալական կապեր, ցանցեր, աշխատանք, բովանդակություն եւ այլն եւ այլն եւ այլն, որը մենք չունենք եւ չեմ տեսնում թե մյուսները ունեն։ Եվ իմիջայլոց դա այն է ինչ պետք է հիմա անել, այն է ինչով ես եմ պատրաստվում զբաղվեմ, որովհետև ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հերացման տոմսը հայ ժողովուրդը պեչատել է։ Հիմա մնում է կազմակերպել այդ ռեյսը, որով ինքը կհեռանա, ես պարտավորվածություն եմ զգում դա կազմակերպել, որովհետև հայ ժողովուրդը ավելի շատ մարդ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանին, քան քվեարկել է Նիկոլ Փաշինյանին, այնց որում նրանք ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանին, իր լոյալ ընտրողները չեն մեծ մասը, Նիկոլ Փաշինյանը ստացել է այնքան ձեն, ինչքան ստացել էր Սերժ Սարգսյանը 2017 թվականին Հանրապետական կուսակցության համար, այն ինչ եղավ դրանից մի տարի հետո բավականին հուզիչ էր։ Նույն բանը ստեղծված է հիմա, գոյություն ունի տենդերների, ատկատների եւ այլի վրա հենված կլանային համակարգ, որը տնտեսական շարժառիթներով միտված է պահի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց ոչ մի դեպքում այդ 49.7%-ը իր ֆանատները չեն եւ ովքեր էլ որ ընտրել են, դրա մեջ ահռելի թիվ են կազմում մարդիկ, ովքեր ուղակի ստատուս քվոն են պահում։ Այս իշխանությունն է, այս են պահում վաղը կլինի Սամվել Կարապետյանը, իրան կպահեն, կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, իրան կպահեն։ Ամեն դեպքում օրվա իշխանության են այ աջակցում ինչ-որ խումբ մարդիկ, կապ չունի ով կլինի, բայց հիմա ամեն դեպքում նա 5 տարի ունեցավ մանդատ կառավարելու, թե այդպես չէ։ Ինչ-որ փոփոխություններ կարող են լինել անսպասելի։ Վայ այդ մանդատին։ Սպասենք տեսնենք, կախված է նրանից ոնց կաշխատենք մենք ու ինչքան արագ կձևավորվի հանրային նարատիվը փոփոխությունների, նախ խնդիրների ընկալման, թե ինչ խնդիրներ ունենք, երկրորդ փոփոխությունների ընկալման, թե ինչա պետք փոխել։ Դրա վրա է պետք աշխատել, այս առումով ես կարծում եմ ամենաարժեքավոր բանը, որ մենք վերցրեցինք այս ընտրություններից, դա հասարակության ամենապասիոնար շերտի երիտասարդության ուշադրությունն է։ Եվ մենք ոնց ուղիղ բաց հստակ կանոններով աշխատել ենք այդ մարդկանց հետ, նույն ձև շարունակելու ենք հստակ կանոններով աշխատել այդ մարդկանց հետ, մենք նրանց չենք խաբելու, մենք նրանց մեր խնդիրների ամբողջ իրական մասշտաբը ցույց ենք տալու ու իրար հետ մտածելով, կազմակերպելով առաջ շարժվենք, որովհետև ես կարծում եմ, որ
մեզ երիտասարդներիս առաջարկվող նորմալ բան խոշոր հաշվով այս բանը չկա դաշտում։ Իսկ սա Փաշինյանի ձայները ձեզ համար սպասելի էր, որ այդքան կլինի եւ առհասարակ այնիշ տեղի ունեցավ։ Ասացիք, որ վարչական ռեսուրս է կիրառվել եւ այլն, բայց սա ինչի մասին է խոսում, երբ որ ասում եք ժողովուրդը պեչատը դրեց, այսինքն առաջվա լեգիտիմությունը Փաշինյանը չունի, ինչ է։ Նիկոլ Փաշինյանի կյանքում այսինքն քաղաքական ամեն դեպքում ճգնաժամը շարունակվում է, կարող ենք ասել։ Եվ խորանում է ճգնաժամը Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանը մեծացնելու ագրեսիան եւ ավտորիտար հակումները, մենք պետք է մեծացնենք կազմակերպվածությունը եւ դեմոկրատական նարատիվը։ Այս երկուսը իրար հետ համակեցություն չեն կարողանալու ունենան։ Անխոս լինելու են ապուշներ, ովքեր խոսելու են ինչ-որ բռնի մեթոդների մասին, մի հատ ուժեղ տղա չկա մտնի սրանց հարցերը լուծելի մասին։ Այս բոլոր մարդիկ վնասարար նիկոլականներ են, ովքեր օգնելու են, որ Նիկոլը ավելի լեգիտիմ ու հեշտ կառուցի ավտորիտարիզմ։ Մեզ պետք է իր խենթությանը ձգտող ավտորիտար հակումներին հակադրել բարի, բարձր տրամադրությամբ ու լավ կազմակերպված դեմոկրատական շարժում։ Էսա պետք անել։ Եվ իր իշխանությունը փլվելու է, եթե մենք դա կարողացանք կազմակերպել, իր իշխանությունը փլվելու է այդ 5 տարին ինքը չի կարողանալու զգի։ Եթե մենք դա չկարողացանք անենք, բայց ինչ պետք է անել։ Օրինակ դրական ասում եք նոտաներ հղել, ինչ անել։ Կազմակերպել, ինչպես կազմակերպել։ Դա երկար բարակ խոսալու հարց է, ես կարամ օրինակներ բերեմ։ Ինքը այս պահին մի շարք կետային հարցերում լիքը խնդիրներ է ստեղծում, որը ունեն լիքը շահառուներ, որ անընդհատ մենք այդ համապետական կարևորության հարցերի մասին խոսալով մոռանում ենք այդ խնդիրների մասին եւ մենակ ենք թողում այդ մարդկանց, մենք պետքա խոսենք այդ մարդկանց հետ, կազմակերպենք այդ բողոքները, տեղ հասցնենք այդ նարատիվները, ասենք, չգիտեմ, տեսակ Արթուր Օսիպյանի հետ կապված դրվագով հանրությունը իրար եկավ, ինչ որ մի բան արեցին։ Դա մի դեպք չի, այտենց դեպքեր են այդպեսին։ Եվ առասարակ անընդհատ ինչ-որ խնդիրներ կառաջանում են։ Եվ մեզ պետքա կայուն գործող իշխանությունից անկախ դեմոկրատական նարատիվ ձևավորել, որովհետև այսօրվա դեմոկրատիայի հսկիչ փաթեթը իր ձեռն է այդ նարատիվի, վերահսկիչ փաթեթը իր ձեռքի տակ աշխատող տարբեր կազմակերպություններին է։ Մեզ պետքա նորմալ եւ ոչ գրպանային դեմոկրատական շարժում Հայաստանում ունենալ։ Ես տենց եմ տենում ճանապարհներից մեկը եւ պետքա խոսալ սրա մասին, այդ թվում խոսալ այս մարդկանց հետ, ովքեր չեն ուզեցել ապրեն Նիկոլ Փաշինյանի պատկերացրած կամ ուրիշների առաջարկած տարատեսակ Հայաստաններում, սենց եմ ես տենում այս ճանապարհը, մնացածը առաջիկա ամիսներն ու տարիները ցույց կտան։ Սահմանադրության հարցը ինչ է լինելու, որովհետև Փաշինյանը ձգտում էր 65% ստանալ, այդ մասին բարձրաձայնում էր, ակնհայտ խոսում էր, ասում էր ինչի համար, բայց փաստորեն դա չեղավ։ Նիկոլ Փաշինյանը կարողանալու է սահմանադրությունը դնի հանրաքվեի, դրա անելու։ Բայց հանրաքվեում մարդիկ քվեարկեն։ Դա էլ մեկ այլ խնդիր է։ Էլի կազմակերպելու հարց է։ Նայած ինչ ես կազմակերպում։ Եթե թույլ տվեցիր դա լինի էլի խաղաղության ու պատերազմի օրակարգ, քվեարկելու են, բան ինչ են անելու։ Բայց չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մտնեն այդ կեղծիքի մեջ։ Օրը կգա կխոսենք հիմա թող դաշտը մի քիչ սառի լիքը մարդ կա, որ սենց այն բանի մեջ է, մոդի մեջ է, որ ոյ մի րոպե ընտրություններ բրծավ, հաջորդ ինչն է հանրաքվեն, բան, ես մի հատ շուտ խոսամ, այս բաները թող անցնեն, մարդիկ հասկանան իրանց հետ ինչա տեղի ունեցել։ Հետո արդեն տակը ով որ կմնա, ով որ իրոք տրամադրված է գործանելու այս երկրում, այդ մարդկանցով կարելի է խոսալ, թե ինչա պետք անել, երբ, որտեղ ու ինչ ֆորմատով։ Այն որ ինքը կարողանալու է հանրաքվեի դնի այդ նախագիծը անկախ նրանից որ չունի պարլամենտում 2/3, ես դրանում գրեթե համոզված եմ, ես նույնիսկ տեսնում եմ ինքը դա ոնց է անելու, բայց դա էլ հետոյի խոսակցություն է։ Ազգային ժողով բերի կարծում եք կբերի։ Ազգային ժողովը բերելու, ազգային ժողովն էլ քվեարկելու այդ նախագծին։ Ընդդիմությունը քվեարկելու այդ նախագծին։ Բայց կխոսանք դրա մասին։ Ժամանակը ցույց կտա, իդեպ իրենք այդքան էլ վստահ չեն այս ամեն ինչում եւ նույնիսկ մեկ այլ թեզ են շրջանառում, որ 300,000 ստորագրություն էլ բավարար է, որ միանգամից հանրաքվեի դնեն։ Չկա այդպես բան, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը արգելում է սահմանադրության տեքստը քաղաքացիական նախաձեռնության կարգով բերել,
իսկ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն անելը եւս 2/3-ի համաձայնությունն է պահանջում, ինչը իրանք էլի չունեն, որովհետեւ հանրաքվեի մասին օրենքը 3/5-ով կարելի է փոխել, որը իրանք հիմա կստանան, բայց դա ուղիղ առնչության մեջ է համանդրության հետ, որում փոփոխություն անելու համար 2/3 է պետք, բայց էլի այդ խոսակցությունները, որ իրանք հիմա դաշտ են գցում ստորագրությունների եւ այլի, ես չեմ կարծում հենց ուղիղ նրա մասին են, ինչ իրանք խոսում են։ Ես կարծում եմ իրանք մի քիչ ավելի հետաքրքիր պլան են մշակել։ Օրը կգա կխոսանք դրա մասին, չեմ ուզում հիմա սփոյլ անեմ, թող ինտրիգը մնա քաղաքական խոսակցության, որ հետո սարի համար սովորական չլինի դարած։ Ամեն դեպքում Փաշինյանը այդքան ոգևորված չէ արդյունքներով ընտրության։ Որովհետև այդ մարդը առաջի անգամ նայել է հայլու մեջ ու տեսել է, թե ինչ էր զգում Սերժ Սարգսյանը 2018 թվականին հայլու մեջ նայելուց։ Ու եթե Սերժ Սարգսյանը գոնե իլյուզիաներ չուներ, ռացիոնալ մտքերով մարդ էր, ինքը իլյուզիաներով ապրող մարդ է, եւ առաջի անգամ երբ որ նայել է հայլուն ու տեսել է, թե այդ ոնց է ալնում, որ դու լեգիտիմ չես ելնում, բայց իշխանություն ես ունենում, դրանից իր հետ այտենց դաժան բաներ է տեղի ունենում հոգեբանական առումով, էսա մի քանի ամսում կհարմարվի ինքը այդ փաստին ու կսկսի գնալ ավելի ստրուկտուրալ դաժան մեթոդների կիրառման, որ օքեյ չեք սիրում, բայց չեք կարա կազմակերպել։ Կալանավորումներ, ձերբակալություններ։ Այո, քայքայիչ գործունեություն, տարբեր սոցիալական խմբերի իրար հետ կռվածնել, ամեն ինչ բնում խեղդել, ձգել գայքեքը մեդիաների, ձգել ֆինանսավորման փականները։ Ես 2025 թվին բառացի գրել եմ, որ այն ժամանակվա մասին եմ գրել, որ Հայաստանը գտնվում է 2004 թվականի Ռուսաստանի դրության մեջ, երբ որ միջազգային լավ համագործակցություն կա եւ արտերկրում կա տպավորություն, թե մենք զարգացող դեմոկրատիա ենք, մինչդեռ արդեն իսկ երկրի ներսում տեղի են ունենում մոնոլիտ ավտորիտարիզմի կառուցման process-ներ, որը նկատվելու են այն ժամանակ, երբ որ դա արդեն կառուցված է։ Բերանացի գրել եմ այս տեսօր ինչա տեղի ունենալու, ու դա է տեղի ունենալու։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա գոռալով մեզ սարքելու է Բելարուսիա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։